Այսքան ամանները կա։ Ինչ ենք ցանելու։ Արևածաղիկ, սեմուճ կա։ Մի հապուր։ Մի բուր սերմ ունեմ։ Բացի սա, այսօր ցանում ենք նաև կարտոֆիլ ձեզ հետ միասին։ Մի տեսակ հավես չունեմ ցանկ սանելու, բայց դե քանի որ եղանակը լավն է ու չգիտեմ վաղը լավը կլինի թե չէ, այս մի ամիս ամենք սպասում ենք, որ եղանակը լավ լինի։ Հավես ինչի նայեմ գործը։ Գնացինք, ձեզ բարի դիտում։ Ոնցին ենք ցանում, ձեզ մատաղ։ Իսկանը մարգին կլիա ձեզ մատաղ։ Վարելիս էլ էդքան ջոկել ենք քարմար, ախիրը դեռ լիքն է։ Սիրելի հետևորդներ, ընդհանրապես կարտոֆիլը ցանում են եւ մարգերով եւ զոհ ունենք եւ մարգերով եւ բահով, էլի մարգա դառնում, բայց բահով փոս են բացում, կարտոֆիլը գցում, հետո հաջորդ մարգը գնալիս, նորից բացած փոսի հողը լցնում են այդ նախկինի վրա, մեկ էլ այդ թազա փոսի մեջ են կարտոֆիլ գցում, այդպես մինչև ինչքան ցանում են, բայց ավելի սիրուն է լինում, երբ այսպես մարգերով է լինում եւ թոխան էլ նա հեշտ եւ հետո այն կոլորետյան բզեզ, այն ինչ է կոչվում, լեզուս ծամեցի, մի խոսքով, որ մենք ասում ենք բողոջ, կրտոփի բողոջ, դրա դեմ սրսկում են կամ ինչ որ ցավ անգնում կարտոֆիլը փտում է, թևերը չորանում են, եթե չսրսկես ոչ մի բերք չես ստանա, բայց դե շատ ժամանակ այդ ընթացքում չես հասցնում կամ եղանակը լավը չի լինում ու այդպես բերքդ վարի է գնում։ Մի խոսքով այս տարածքը սերմս այնքանն է, մի քանի մարկանեմ կշարեմ, հետո նոր կտնամ մնացածը ինչքան ավելանում պակասում, բայց այս տարածքում ցանելու եմ նաև դնելու եմ ավելի ճիշտ լոլիկի շիթիլ, վարունգի շիթիլ, պատիսոնա, լոլիկի տարբեր տեսակները, մի խոսքով դեռ լիքը գործ ունեմ, բայց այն բաժակներում, ամաններում ցանած սերմերս դեռ լավ դուրս չի եկել, դեռ դնելու չի, այսինքն հիմի ոչինչ, կարտոֆիլն էլ այսօր անենք, եւ որ եղանակը լավ է լինում, մի օրվա մեջ դուրս եկածը արդեն տարբերություն է տալիս, քանի օրեր ցուրտ, հողը սառը, եղանակը վատը, մառախուղ, վայ է։ Բնդել է արդեն ստեղն էլ։ Անցանք հաջորդին, հեշտ չի։ Իհարկե, էդ էլ ասեմ, քննարկման առիթ կդառնա հաստատ երկու ցանելը, բայց մենք փոքրուց այդպես ենք սովոր, որ պարտադիր երկու ցանվի։ Նույնիսկ որ փոքր էր լինում 3-5 դնում, բայց սա փոքր չի, նույնիսկ կարելի ասել մի քիչ խոշոր է, բայց էլի մշակված սերմ է, էլի, ինձ թվում է, որ լավ մշակենք, լավ բերք կտա։ Իհարկե հողի լավը լինելն էլ է կարևոր, բայց դե
ինչքան ուզում ա հողը լավը լինի, որ ցանես ու էլ ոչ մի բան չանես, հաստատ բերք չի տալու։ Ու հիշեցի։ Այն վաղտ համատարած բոլորը իրար օգնում էին։ Երևի շատ էին ցանում ու ամեն օր մեկի գործին էին գնում, բայց դե հարազատները հիմա էլ են օգնում։ Ուղղակի այդքան շատ չեն ցանում, որ մեկը մյուսին օգնեն։ Միշտ մայրիկի կողմի հետ գալիս էինք դաշտ կարտոֆիլ թե ցանելու, թե թոխ անելու եւ թե հանել հավաքելու ու տատիկս շատ ամեն ինչ ճիշտ էր սիրում էլի։ Մանիշակ տատը ասում էր մի շարայինը պահեցեք, այսինքն համ էսպես շարքը լինի, համ էնպես, մի խոսքով համ էսպես եմ հավասար դնում, համ էնպես եմ հավասար դնում, էնպես որ հենյուր եմ ընդիրը կտրել, թե երկուսն ուղղակի կպածա։ Հիմա շուտ մահացան գնացին, թե չէ համ մեզ շատ կօգնեին ամեն հարցով, համ էլ երեխաները չէին մնա առանց ծնողներ էլի։ Հիմի երկու շարում ենք ու ասում ենք մեկը 1000 դառնա։ Բոլորիս ցանքսերը լավ բերք տա ժողովուրդ։ Թոզա։ Ճիշտն ասած հոգնեցի արևը մի կողմից, գործն էլ մի կողմից հոգնեցրեց։ Էս ինչ եմ գտել։ Կծվուկ։ Հա, կծվուկ է։ Ախջի արդեն հնացել է, կոշտացել է։ Չէր, էս էր։ Հաստատ կծվուկ է, այս ալա տնանք։ Ուտելու բանա կծվուկը։ Հեսա մի հատ փորձենք։ Տնամետ է։ Հա, բա ինչ է։ Չի կլպվում, բայց խի։ Չգիտեմ ուրիշ տեղ ոնց են ասում, բայց մենք մեր մոտ ասում ենք կծվուկ, ինքը մի քիչ միատնի, մի քիչ կծու այդպես կանաչի է, որը չեմ լսել, որ ուրիշ ձև տապակ են կամ թթու դնեն, սա ուղղակի այսպես թարմ ուտում են, ոնց որ թրթնջուկը։ Համովը։ Սիրելի հետևորդներ, կարտոֆիլն այդպես շարում ենք ու իհարկե ծածկում ենք։ Կարտոֆիլն էլ շատերը ջրում են մարգով կամ այն պտտվող բան կա է, դա դնում ենք մեջտեղը, թողնում ենք ջրվի, բայց դա անում են ոչ այս շրջանում։ Հիմա ծածկելու եմ ու թողնեմ, մինչև դուրս գա։ Մի այսքան արդեն որ հողի վրա երևում է, առաջի թոխեն անում ենք։ Թոխեն էլ դե շատերը կասեն այդ ինչն է, ուրիշ տեղեր եթե չեմ սխալվում, ասում են քախան։ Փխրեցնում ենք հողը, ավելորդ մոլախոտերն ենք անում, հեշտ է լինում առանձնացնել կարտոֆիլը, որովհետև եւ մարգովացանած եւ արդեն ճանաչում ենք կարտոֆիլի թուփը։ Փխրեցնում ենք առաջին ժամանակ մենակ փխրեցնում ու այդ մոլախոտերը հեռացնում ենք ալեն մեր ասած, իսկ երկրորդի ժամանակ, բացի այն, որ փխրեցնում ու այդ մոլախոտերը հանում ենք, այդ մեջտեղի երկու մարգի արանքի հողը մեջտեղից կիսած կեսն մեկի տակն ենք լցնում, կեսն են մեկի։ Կարտոֆիլի տակի մասը լցնում ենք շատ հող, որ ինքը տեղ ունենա աճելու, բարձրանալու, մեծանալու ու բերքը ավելի լավը լինելու համար։ Դե ինչ, էս էլ իմ պերեկուրը։
Ստիկը կտրես մի ես խոլս ենքան աշնոք դևմա։ Ես էլ իմ պերեկուրը վեր կենամ հիմա ծածկեմ, որովհետև դեռ էլ գործ ունեմ անելու։ Կհավատակ, որ համարյա ճիշտ էի մարգել, ավելի ճիշտ որ մի մարգել լիներ, կիսատեր մնալու, սերմս չէր հերիքելու, բայց մտածում էի էլ գտանի, ստեղից են կողմ էլի ահագին տեղա, բայց դե որ հաշվում եմ դեռ պիտի լոբի ցանեմ, պիտի ենքան ցանեմ, որ եւ կանաչ ժամանակ օգտագործենք ու սարցարան դնեմ եւ հատիկի սերմի համար վերցնեմ ու իհարկե հատիկի էփելու համար վերցնեմ։ Այստեղ դեռ լինելու է լոբի, ասեցի վարունգ, լոլիկի տեսակներ, վարունգի տեսակներ, լոլիկի տեսակներ, ընդեղ էլ ինչ ունեմ, պատիսոն ունեմ, խթա ունեմ, դեռ բիբար ծիծակ ունեմ, պոժեր ունեմ, մի խոսքով դեռ լիքը բան ունեմ այստեղ դնելու, վախմամ թե տղը սերիկ չանի, այսքանը ցանում եմ թե սով դի մշակի լիսել չեմ գիտեմ, օֆ վկած է, օֆ, վայ, Էնպես չի ծածկելն էլ հեշտ է, էլի դել ասեմ։ Մի խոսքով, մի գործն էլ հեշտ չի, ոչ սեղանի հետևին նստած գործն հեշտ, ոչ հողինն հեշտ, ոչ անասուն պահելն հեշտ, մնակ դիվանին պարկելն հեշտ, են էլ շատ պարկում ես, թե չէ, դել չի հեշտ, արդեն մեջ կտացավ։ Վայ, քարհանք, քարի հանքա, քարերի երկիր Հայաստանն է, այս դեպքում քարերի երկիր իծակարն է, վերդի տալիս եմ քարատուսկյալ։ Ասեմ, որ մինչև էստեղ ցանել եմ, հիշեմ, հետո եթե մոռանամ հոլովակում տեսնեմ, մեկ էլ մի բան ցույց տամ։ Տեսեք, քանի որ էստեղ տրակտոր են գցել ուղղել, էստեղ ծառարմատներ ա եղել, ու հլա տեսեք արմատից ոնց ա ջուրը կաթում։ Կաթիլային ոռոգում էլ ունենք։ Են մեկից էլ։ Հլա ոնց ա տակին ջուրը կաթում։ Բոլոր տեղերը մի խոսքով այս տարածքում նաև իրականացրել են կաթիլային ոռոգում, էսա, էս էլ վերջ, բայց դեռ գործ ունենք, ինչպես հոլովակի սկզբում ասեցի, թող ես վարունեմ ու շարունակեմ։ Արևածաղիկ պիտի ցանեինք, հիմա այստեղ շատ լավ թեթև փափուկ հող կա ու մի քիչ էլ պարարտ, բաժակներս լցնեմ ու գնանք մեկ էլ ցանենք արևածաղիկը, ինչ կասեք, լավ կանեք։ Հալեցրել եմ, կպցրել իրարից։ Ведущие. Սաղ ենտեղ է, չէ։ Երկու եմ ցանում, որ մեկը դուրս էլ չգա, այս մինու 4-ներ։
Եթե երկու օր մծլել չես է։ Տիպ։ Ես մի կերիցնել տամ։ Եկեք։ Եկեք կերեք։ Հետ ձեզ։ Հալա վախիլնիկ ձեզ կերավաչ։ Սիրելի հետևորդներ, այսօրն էլ ավարտենք այսքանով։ Կարտոֆիլս ցանեցի, արևածաղիկը ցանեցի, թող լավ բերք տան բոլորիս ցանքսերը, արդեն 1000 անգամ ասել եմ, ճուտիկներիս գերագրեցի, ինչպես տենում եք փոքրիկ էլ ունեմ, ու այս մեծ իշերը կպցում են փոքրիկներիս, դեռ առանձին եմ պահում, ուղղակի մի պահ բացեցի դուռը, խառնվեցին դրսում, էսա լանդուր։ Են անստեցի գերագրեցի առանձին ուտենու, տեղավոր եմ յուրաքանչյուրին իրա տեղում, որ տուն մտա էլ դույս չդեմ գալ։ Իսկ ովքեր նոր են միացել ալիքիս ու հավանում են հոլովակներս, եթե դժվար չի, ներքևում սեղմեք պատպիսացա կոճակը, դարձեք բաժանորդ, լայքեք հոլովակներս, գրեք մեկնաբանություններ, որպիսի հետագայում բաց չթողնեք ոչ մի նոր հոլովակ։ Առջևում դեռ լիքը հետաքրքիր ու տարբեր վայրերից հոլովակներ են սպասվում։ Իսկ ես քնամ հանգստանամ, քնամ դնջանամ։ Սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով։